Բարի օր ընկերներ, այս հոլովակում ձեզ համար կներկայացնեմ 2026 թվականի մարտ ամսվա հորոսկոպը ձկներ նշանի համար։ Սիրելի ձկներ, կնայենք ամսվա կարևոր իրադարձությունները, մոլորակների դիրքավորումը, ինչպես նաև կասեմ լարված օրերի մասին։ Հիշեցնեմ, որ հորոսկոպը պետք է նայել առաջին հերթին ասցենդենտի նշանով, այնուհետև արդեն արևի նշանով։ Արևի նշանը դա մեր իմացած սովորական հորոսկոպի նշանն է, իսկ ասցենդենտի նշանը որոշվում է ծննդյան ժամով պայմանավորված։ Եթե ցանկանում եք իմանալ, կարող եք մեկնաբանություններում գրել նշելով ձեր ծննդյան տվյալները, այսինքն ծննդյան օրը, ամիսը, տարին, քաղաքը եւ ծննդյան ճրգրիչ ժամը։ Սիրով ձեզ կպատասխանեմ։ Այժմ անցնենք մոլորակների դիրքավորմանը։ Արևը մինչև մարտի 20-ը սիրելի ձկներ կգտնվի ձեր առաջին տանը, բերելով էներգիա ձեզ։ Առաջին տունը իրենից ներկայացնում է մեր արտաքին տեսքը, մեր հարաբերությունները մարդկանց մեզ, թե ինչպես ենք մենք մեզ ներկայացնում հանրությանը։ Քանի որ այստեղ էլ Մերկուրին հետընթաց դիրքով է, լավ ժամանակահատված է, որպեսզի վերադառնաք ձեր նախկին քաշին, ձեր նախկին տեսքին, գուցե նախկին մազերի գույնին, կտրվածքին, նախկին ոճին եւ այլն։ Նման հարցերի համար հիանալի ժամանակահատված է։ Եթե կային հարաբերություններ, որոնք ինչ-ինչ պատճառով դադարել էին, ապա հիանալի ժամանակ է դա վերականգնելու համար։ Ամսի 20-ից հետո արևը կանցնի արդեն խոյ նշան ձեր երկրորդ տուն եւ լավ ժամանակահատված կլինի ձեզ համար, որպեսզի զբաղվեք ձեր ֆինանսական հարցերով, ձեր այն ամենով, ինչը ձեզ համար արժեք է ներկայացնում նման հարցերով։ Մերկուրի մոլորակը շարունակում է գտնվել հետընթաց ձեր առաջին տանը մինչև մարտի 20-ը, սրա հետ կապված առանձին նյութ արդեն կա պատրաստած, կարող եք այնտեղ նայել, որպեսզի հիմա չկրկնվեմ։ Վեներա մոլորակը մինչև մարտի 6-ը կգտնվի ձկներ նշանում ձեր առաջին տանը, բերելով ձեզ հիանալի ժամանակահատված, ամեն ինչ կարծես ձեր ուզածով կլինի, այսպես հանգիստ, խաղաղ կանցնի այս ժամանակահատվածը։ Հնարավոր է նոր հարաբերություններ սկսվեն, իհարկե, եթե հետընթաց Մերկուրիով պայմանավորված են այդ հարաբերությունները սկսելու, ապա երկար ժամանակվա կյանք չեն ունենա։ Եթե պետք է նոր հարաբերություններ սկսի, օրինակ նոր հանդիպում լինի, լավ կլինի, սիրելի ընկերներ, սպասեք ամսի 20-ից հետո, երբ Մերկուրին դառնա ուղընթաց։ Վեներան ամսի 6-ից հետո կանցնի խոյ նշան ձեր երկրորդ տուն, բերելով ձեզ գումարներ, աշխատավարձի հետ կապված ինչ-որ փոփոխություններ, նոր ֆինանսական աղբյուրներ, կամ գուցե ինչ-որ արժեթղթեր ունեիք, դրանք բարձրանան գնի մեջ եւ այլն։ Մարս մոլորակը ամսի 2-ից սկսած սիրելի ձկներ մինչև ամսվա վերջ գտնվելու է ձեր առաջին տանը ձկներ նշանում, իսկ դա ինչ է նշանակում։ Շատ զգույշ եղեք սուր կտրող ծակող գործիքների հետ աշխատելիս, քանի որ առաջին տունը դա մեր արտաքինն է, հնարավոր է ինչ-որ անզգույշ օրինակ դանակով աշխատելիս մատը կտրենք եւ այլն, նման հարցեր կարող են լինել, կամ առհասարակ գազի հետ աշխատելիս հրավտանգ, պայթյունավտանգ իրավիճակների, որ կարող է լինել, միշտ շատ զգույշ եղեք։ Մարսը առաջին տանը իհարկե ձեզ կդարձնի ել ավելի ակտիվ, որպեսզի Մարսի այս հսկա էներգիան չվերածվի վիճաբանությունների, լավ կլինի, որ զբաղվեք սպորտով։ Մարսը ձեզ կտա հզոր էներգիա, որպեսզի վերջապես սկսեք զբաղվել սպորտով եւ ձեր արտաքնի հետ կապված փոփոխություններ մտցնել։ Մարսը առաջին տանը հաճախ կարող է տալ նաեւ արտաքնի հետ կապված ինչ-որ փոփոխություն վիրահատության տեսքով։ Բայց եթե պետք է վիրահատություն կատարեք, կրկին ամսի 20-ից հետո խորհուրդ կտամ, կամ առհասարակ այս ամիսը կարող եք սպասել, որովհետեւ Մերկուրի մոլորակը ամսի 20-ից է դառնալու ուղընթաց, մի քանի օր էլ իր ազդեցությունը անպայման ունենալու է։ Համենայնդեպս ամսի 20-ից հետո գոնե կատարեք, եթե արտաքնի հետ կապված ինչ-որ միջամտություններ պետք է անեք, այլապես ձեզ այն դուրս չի գա, այդ արդյունքը ձեզ դուրս չի գա։ Բայց եթե նախկինում արել եք ինչ-որ վիրահատություն, ձեզ դուրս չէր եկել, երկրորդ անգամ անելու համար բարենպաստ ժամանակահատված է։ Յուպիտեր մոլորակը մարտի 15-ից սկսած կդառնա ուղընթաց խեցգետին նշանի 15 աստիճանում, խեցգետինը ձեր 5-րդ տունն է։ Եթե կային ինչ-որ հարցեր, որտեղ սպասողական իրավիճակում եք գտնվում կապված երեխաների հետ, ապա արդեն այդ հարցերը կշտկվեն։ Եթե ցանկանում եք բալիկ ունենալ, Յուպիտերը ձեզ կօգնի, որպեսզի ձեր ուզածին հասնեք։ Յուպիտերի հետ այսքանը, Սատուրն մոլորակը։ Սատուրնը սիրելի ընկերներ խոյ նշանում է առաջիկա 2.5 տարիների ընթացքում, առաջինից 5 աստիճան է այս ամսում շարժվելու։ Խոյը ձեր երկրորդ տունն է, ձեր ֆինանսների տունն է։ Այստեղ կապված ծննդյան քարտեզի դիրքավորումներից Սատուրնը ձեզ կտա կամ գումարների այդպես ավելացում, ավելի ամրապնդում, կամ ընդհակառակը
Գուցե ձեր գումարները կչանան, այնպես որ ինչ-որ գործարք կատարելիս ֆինանսների հետ կապված, արժեթղթերի հետ կապված շատ զգույշ եղեք, որպեսզի եթե հնարավորություն կա մասնագետի դիմելու, դիմեք, որպեսզի նման ինչ-որ կարևոր գործարքներ կնքելիս, նաև որպեսզի Սատուրնի դիրքավորումները դրական լինեն, որպեսզի հետագայում խնդիրներ չառաջանա։ Սև լուսինը շարունակում է գտնվել աղեղնավոր նշանում այս ամսում շարժվելով 8-ից 11 աստիճան, իսկ դա ձեր 10-րդ տունն է, զգույշ եղեք սիրելի ձկներ, ինչ-որ փոփոխություններ, լարվածություն կբերի սև լուսինը ձեր կարիերայում, աշխատանքի վայրում, հնարավոր է բերի տարաձայնություններ կամ ձեր մեջքի հետևում ինչ-որ խոսակցություններ լինի, դավաճանություն լինի եւ այլն։ Այս ամսում բոլորից շատ սև լուսնի բացասական ազդեցությունը կզգան այն ձկները, ովքեր ասցենդենտով զուգ են, ասցենդենտը գտնվում է ձկների 8-ից 11 աստիճանում կամ ովքեր ծնվել են, հիմա նշեմ։ Ամսի փետրվարի վերջից մինչև փետրվարի վերջից մինչև մարտի 3-4 ընկած ժամանակահատվածում, եթե այս օրերին է ձեր ծնունդը, ապա սև լուսինը իր ազդեցությունը թողնելու է ձեզ վրա։ Լիալուսնի հետ կապված, այս լիալուսնին ունենալու ենք խավարում, լինելու է լուսնային խավարում կույս նշանի 12 աստիճանում, 3 ամիս առաջ, 3 ամիս հետո իր ազդեցությունը այն կթողնի։ Դա ձեր 7-րդ տունն է, սիրելի ընկերներ, այս լիալուսնի ազդեցության ներքո շատերը կորոշեն կամ ամուսնանալ կամ ամուսնալուծվել, կամ ունենալ նոր գործընկերություն, կամ ընդհակառակը դադարեցնել այդ գործընկերությունը, կապված թե ձեր ծննդյան քարտեզում ինչ դիրքավորումներ կան։ Բոլորից շատ այս խավարման ազդեցությունը կզգան այն ձկները, ովքեր ասցենդենտով զուգ են, ասցենդենտը գտնվում է ձկների 12 աստիճանում, 11, 12, 13, հա, կամ ովքեր ծնվել են, նշեմ, ամսի 3-ին, 4-ին, 5-ին, մարտի 3-ին, 4-ին, 5-ին, այս օրերի ծնվածները բոլորից շատ են զգալու այս խավարման ազդեցությունը։ Ունենալու ենք լարված օրեր, ներողություն նորալուսինն էլ ասեմ հետո, նորալուսինը ձկներ նշանում է լինելու մարտի 19-ին, 2-3 օր առաջ, 2 շաբաթ հետո իր ազդեցությունն է ունենալու, դա ձեր առաջին տունն է, դա նոր էներգիա է, նոր սկիզբ է, նոր հնարավորություններ են, նոր շփում կարող է լինել, նոր հարաբերություններ կարող են լինել, նոր արտաքին, նոր սանրվածք եւ այլն, նման ինչ-որ հարցեր կլինեն։ Լարված օրեր են լինելու մարտի սկիզբը, մարտի մինչև 4-ը, Ուրանը եւ Մարս մոլորակը 90 աստիճան են շարունակելու կազմել սիրելի ընկերներ, շատ զգույշ եղեք ճանապարհներին, զգույշ եղեք, գիտեք, այսպես լինելու է սա 3-րդ եւ 12-րդ տներում։ 3-րդ տունը դա ճանապարհներ են, 12-րդ տունը դա հիվանդանոցներն են, նման հարցերն են, հա։ Շատ զգույշ եղեք ճանապարհներին, մեքենայից տեսեք, որ մեքենան սարքին լինի մինչև ճանապարհ գնալը, մի գերազանցեք արագությունը, սուր կտրողցակող գործիքների հետ զգույշ եղեք, տեխնիկայի հետ, էլեկտրականության, գազի հետ շատ զգույշ եղեք, կրակի հետ եւ այլն։ Եվ սիրելի ընկերներ, լարված օր է լինելու նաև մարտի 13-ը, մի 3 օր առաջ, 3 օր հետո անպայման նկատի ենք ունենալու, Մարսը եւ Սև լուսինը կազմելու են 90 աստիճանի անկյուն։ Մարսը այստեղ սիրելի ընկերներ ձեր առաջին տանն է գտնվելու, իսկ Սև լուսինը 10-րդ տանը։ Դա ինչ է նշանակում, որ ինչ որ հրահրումներ կարող են լինել կապված ձեր կարիերայի, աշխատանքի հետ, այնպես որ ղեկավարության հետ, նման ինչ որ հարցեր, ինչպես նաև հայրիկի հետ, հա, ինչ որ վիճաբանություն կարող է լինել, տարաձայնություն լինի, մի խոսքով կրկին, հա, այս օրերին եղեք շատ զգույշ։ Կարծում եմ ամեն ինչ նշեցի կապված այս ամսվա հետ, բաժանորդագրվեք ալիքին, սեղմեք զանգակի կոճակին, որ բաց չթողնեք գալիք ամիսների կանխատեսումները, շուտով կհանդիպենք, ցտեսություն։